թեմային անդրադառնալը կխնդրեմ արձագանքեք Արսեն Թորոսյանի գրառմանը, նա ձեզ մեղադրել է ստախոսության մեջ, ասելով, որ երբ դուք իրենց կառավարության անդամ էիք, նման սուպեր չէիք խոսում։ Արսեն Թորոսյանը գլուխը պատին է տալի նման արտահայտության համար եւ իմ հանրային կարգավիճակից ելնելով այդ գործընթացով ես չեմ զբաղվում, դա անձամբ թող դրանով զբաղվի։ Արձագանքել եմ նաև մեկնաբանության տեսքով, սուտ խոսելուց երբ խոսում է այս կառավարությունը, ուղղակի ծիծաղ է առաջացնում։ Ընդհանրապես այն ինֆորմացիան, որը ես շատ հազվադեպ տեղեկացնում եմ, դրանք ամբողջությամբ իրականություն է եւ այդ մասով, եթե Նիկոլ Փաշինյանը այն տեղեկությունը, որը ես հրապարակել եմ, համարում է կեղծիք Արսեն Թորոսյանի հետ, առաջարկում եմ Հերքի Ալիևի հետ միասին, որ նման բանակցություններ չեն եղել, ընդհանրապես մի փոքր դրվագ ասեմ, որ խոսքը գնում էր 2023 թվականի ԵՏՄ նիստի շրջանակներում բանակցություններին եւ ուղղակի մի փոքր դրվագ ակնհայտ է, որ ԵՏՄ նիստերի ժամանակ այլ պետությունների ղեկավարներ չեն մասնակցում, որոնք որևէ առնչություն չունեն ԵՏՄ-ին այդ պարագայում Ադրբեջանի մասին էր խոսքը եւ ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ԵՏՄ նիստի մասնակցությունը բացառապես Հայաստանի եւ Ադրբեջանի մասով համաձայնության գալ էր, որը մեր ունեցած տեղեկություններով չի իրականացվել։ Պարոն Արաքելյան, նաև Արեն Սիմոնյանը անդրադարձավ Միացյալ Նահանգների հայտարարության գերիների հետ կապված, նշելով, որ ես չգիտեմ ինչ պետք է անեն, թող զանգեն մեր գերիներին ազատեն։ Սա նշանակում է, որ այլևս մենք գերիներին պետք է այլ երկրների ղեկավարներից պահանջենք, նրանց դիմենք։ Գիտեք ինչ, երբ այդ մասով հանրությունն է մտարկվում եւ հանրությունն է, այսինքն մարդիկ, ովքեր չունեն լիազորություն, դիմում են նաեւ միջազգային հանրությանը, դա ցավոք նորմալ է եւ նաեւ շատ ցավալի է, որ նաեւ մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարությունից ինչ-որ բան ենք պահանջում մեր քաղաքացիների վերաբերյալ, ովքեր Բաքվի բանտում են, բայց այն, որ անում է Արեն Սիմոնյանը եւ իր նմանները, ուղղակի դա խայտառակություն է, ողբերգություն է, վստահ եմ պատմությունը եւ նաեւ իրավական ճանապարհը այդ մարդկանց կդատապարտի։ Պարոն Արաքելյան, դուք ասացիք, որ հետագայում հաջորդ ակցիաների մասին կխոսեք, ինձ հետաքրքիր է։ Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն պատրաստվում եք ակցիա կազմակերպել, ի վերջո պետք է հաշվի առնենք նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որը եռակողմ համաձայնագիր էր եւ այդ համաձայնագրի տակ ստորագրել է եւ Բաքուն, եւ Երևանը, եւ Մոսկվան։ Դիմում ենք միջազգային հանրությանը միշտ, սակայն Ռուսաստանի Դաշնության մասին կարծես չի խոսվում, հաշվի առնենք նաև, որ ռուս խաղաղապահներն էին կանգնած Արցախում, երբ որ հենց Վագիվ Խաչատրյանին օրինակ Կարմիր խաչի մեքենայից իջացրեցին եւ որևէ քայլ մենք չտեսանք ռուս խաղաղապահների կողմից։ Այն, որ դիմում ենք միջազգային հանրության մեջ է նաև Ռուսաստանը եւ մնացած երկրները նույնպես, քանի որ բազմիցս ասել ենք, որ գերիների արկայությունը դա ոչ թե Հայաստանի խնդիրն է եւ մենք խնդրում ենք միջազգային հանրությանը աջակցել Հայաստանի, դա նաև միջազգային պարտականություն է ՄԱԿ-ի անդամ ցանկացած երկրի։ Միևնույն ժամանակ, այո, Ռուսաստանը ուներ նաև իր պարտականությունը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասով, քանի որ գերիների մեծ մասը 23 թվականին է առևանգվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխվելուց, որի անվտանգության ապահովման պարտականությունը ռուս խաղաղապահների է։ Այդ առումով, այո, ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը 3 երկրներ են դեռևս ասում են ուժի մեջ է, իր պարտականությունները չի կատարել։